Տիկին Մանուկյան, խնդրում եմ ներկայացրեք, թե ձեր կարծիքով որն է առաջնահերթությունը բյուջեի կառավարման մեջ, որն է վտանգը մեր այս բյուջեի եւ տարեկան 1.4 միլիարդ դոլար պարտքի ավելացման ու ինչի են առերեսվել այն երկրները, որոնք համաշխարհային տնտեսության աճի ժամանակաշրջանում չարաշահել են պարտք վերցնելու գործիքը։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Կարապետյան։ 2026 թվականի բյուջեով, այո, դեֆիցիտը կազմում է մոտ 540 միլիարդ դրամ, որը հնայի մոտ 4.5%-ն է։ Առաջին հայացքից ոչ մի սարսափելի բան չկա դեֆիցիտի մեջ, ոչ էլ դա բացասական երևույթ է, եթե դա ունի հստակ տնտեսական հիմնավորում եւ ունի կառավարելի ֆինանսավորման աղբյուրներ, ինձ համար այո, մեծ մտահոգություն է, որ գոնե 2022 թվականից Հայաստանի համար ստեղծված բավականին նպաստավոր տնտեսական զարգացման պայմաններում մեր արտաքին պարտքը, պետական պարտքը սկսել է անշեղորեն աճել, այո, հարց է առաջացնում, որ եթե մեծ հաշվով չունենք ճգնաժամային վիճակ, տնտեսությունը փաստի առաջ կանգնած չէ, հակառակը կան նպաստավոր տնտեսական պայմաններ, ինչու ենք պարտքն այդքան ավելացնում եւ ինչ կլինի այն դեպքում, երբ որ օրինակ մի օր ունենանք հակառակ պատկեր։ Այստեղ ավելի մտահոգիչ է կկարողանանք արդյոք ներգրավել պարտք եւ ինչ տոկոսադրույքով կկարողանանք ներգրավել ու բազմաթիվ են նման օրինակները, այստեղ գործընկերս արդեն անդրադարձավ Լիբանանին, երբ որ իրենց պարտքի սպասարկման տարեկան թիվը հասել էր իրենց հնայի 9%-ին եւ պարտքնա հարաբերակցությունը 150% եւ նմանատիպ օրինակներ բազմաթիվ են Հունաստանը։ Այստեղ եւս շատ կարեւոր է խորհրդանական վերահսկողության դերը, թե որքանով են գնահատվում ռիսկերը դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների կառավարելիության տեսակետից։ Արձագանք։ Տիկին Մանուկյան, կուզենայի ժամանակի ընթացքում նաև մեր հասարակությանը ներկայացնեիք, թե որ ռեսուրսներից է առաջանում հիմնական հարկային եկամուտները եւ աշխարհաքաղաքական, տնտեսական փոփոխությունների պարագայում ինչի կառերեսվի մեր երկիրը, դա ձեր աշխատանքի նշանակալի մասն է լինելու, դուք պետք է տոնուսի մեջ պահեք մեր հանրությանը, որովհետև ինչքան տոնուսի մեջ լինեն այս պահին մեր հայրենակիցները, այնքան հետո մարտահրավերն է, երբ որ տնտեսական ցիկլը սկսի դեպի անկում գնա, ինչը անխուսափելի է տնտեսությունների համաշխարհային տնտեսության մեջ, որ մենք չառերեսվենք այն խնդիրներին, այսինքն երկիրը չգնա այն տարբերակով, որով որ ԿՊ-ից պատգամավորներից մեկը ասում էր ինչ կլինի, եթե օրինակ բանկրոտ լինի երկիրը։ Ձեր հիմնական նպատակը շատ կարևոր վերահսկել, որ հանկարծ տոնուսից մեր երկիրը չընկնի, ավել պարտք չվերցնեն։ Շատ լավ, ես համակարծիք եմ ձեզ հետ։ Հայկ Ֆարմանյան։ Տիկին Մանուկյան, չնայած մենք դեռ հնարավորություն կունենանք առանձին քննարկել մանրամասն, բայց